Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը կդառնա ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան, որ այցելել է Հայաստան։ Իտալիայում օլիմպիական խաղերի բացմանը հետևելուց հետո նա երկուշաբթի Երևան կգա համրապնդելու հայ-ադրբեջանական խաղաղության ուղղությամբ իրենց գործադրած ջանքերը։ Նրա այցը նախապատրաստելու համար արդեն մեծ պատվիրակություն է ժամանել Հայաստան։ Վենսի այցի օրակարգը պատասխանատու կառույցները չեն բացահայտել։ Դոնալդ Թրամփն է հայտնել, որ պատրաստվում են միջուկային համագործակցության իր բառով հիանալի համաձայնագիր կնքել Հայաստանի հետ։ Նկատի ունենալով հավանաբար մոդուլային ատոմակայանը։ Վենսը դրա մասնագետը չի։ Ես կարծում եմ, այստեղ ուղղակի քննարկվելու է եւ Վենսը պոկելու է Հայաստան իշխանություններից խոստում, որ իրենք Ռոսատոմին չեն տալու նոր ատոմակայան կառուցելու իրավունք։ Միջազգայնագետը համոզված է, Վենսի Հայաստան այցի նպատակը ամենևին էլ տնտեսական համագործակցության հարցերը չեն։ Անգամ թրիփը, որ հիմա առանցքային է հայ-ամերիկյան հարաբերություններում, զուտ տնտեսական ծրագիր չէ։ Վենսը թրիփի հետ կապված մի խնդիր է փորձելու լուծել, ստանալ խոստում, որ Մոսկվան չի ներգրավվելու այդ ծրագրում։ Չնայած Հայաստանն ասում է դե եկեք համատեղ ուժերով երկաթգիծ վերականգնենք։ Թրամփի ուղին կարող է հնարավորություն տալ Կենտրոնական Ասիայի օգտակար հանածոները դեպի արևմտյան շուկաներ արտահանելու։ Ըստ Ազատություն ռադիոկայանի զրուցակից Թուրան հետազոտական կենտրոնի տնօրեն Ջոզեֆ Էփսթեյնի օգտակար հանածոների շուրջ գործարքները նույնպես Վենսի այցի օրակարգում են։ Էփսթեյնի խոսքով նա պատրաստվում է նաև այնպիսի գործարքներ կնքել, որոնք թույլատնելու են իրանական ու ռուսական ազդեցությունը տարածաշրջանում։ Ինչ դեր է ստանձնելու Հայաստանը Իրանի դեմ հնարավոր պատերազմի ժամանակ, ըստ միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի, Միացյալ Նահանգների փոխնախագահը նաև սա է փորձելու հասկանալ։ Արդյոք 2019 թվականին Նիկոլ Փաշինյանի ազգային ժողովում արած հայտարարությունը, թե ինչ-որ մի պահի տեսականորեն հայ-իրանական սահմանը կարող է փակվել Բոլթոնի հետ հանդիպումից հետո, որ կար ևս Թրամփի խորհրդականներ, հիշեցնեմ, հիմա Վենսը գալիս է հասկանալու, տեսականորեն է փակվելու, թե իրականում կարող է փակվել։ Պատահական չէ, որ Ջեյդի Վենսը Հայաստան է գալիս Իրան Միացյալ Նահանգներ լարվածության ֆոնին։ Այսօր արդեն տեղեկատվություն է տարածվում, որ Թուրքմենստան է ժամանում ամերիկյան ռազմական ինքնաթիռներ եւ ռազմական բեռ են տեղափոխում Թուրքմենստան։ Օմանում Իրան Միացյալ Նահանգներ միջնորդավորված բանակցությունները լարվածությունը թույլատնելու հույսեր չեն ներշնչում միջազգայնագետին, բայց Թրամփի ուղղահարցով ինչ-որ համաձայնությունը չի բացառվում։ Թրիփի թեման ներառված է նաեւ Իրան-ԱՄՆ բանակցություններում եւ մեծ հավանականությամբ կարող է եւ թրիփը չաշխատել։ Ամերիկացիները համաձայնվեն տնտեսական մեկ այլ միջանցքից օգտվել Արազով, որը արդեն Իրանի տարածքով է լինելու եւ գնալու է թրիփին զուգահեռ։ Հույսերը, թե Ջեյդի Վենսը կարող է հայգերիների ազատ արձակման հարցով ինչ-որ համաձայնության հասնել Ադրբեջանում, չափազանցված է համարում Բալասանյանը։ Իդեպ, ի սկզբանե որոշված չէր, որ Վենսը նաև Բաքու է մեկնելու։ Այդ պայմանավորվածությունը ավելի ուշ է ձեռք բերվել։ Վենսը բոլորից լավ է տեղյակ Բաքվում հայգերիների մասին, Վենսը բոլորից լավ է տեղյակ հայ առաքելական եկեղեցու դեմ տարվող այս պատերազմի եւ պայքարի մասին։ Հետևաբար Վենսին պետք չի եւս մեկ անգամ հիշեցնել։ Հայաստանյան այցի ժամանակ Վենսը չպետք է հանդիպի վեհափառի հետ, ըստ Կալիֆոռնիա Կուրիեր թերթի խմբագիր ամերիկահայ Հարութ Սասունյանի, Հայաստանի կառավարությունն է պահանջել ամերիկացիներից։ Լիլիթ Սարգսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։